Առողջությունից թանկ ոչինչ չկա աշխարհում եւ առողջության համար պետքա բոլոր միջոցները լինեն հասանելի եւ դուք պետք է տրամադրեք այդ միջոցները ձեր ապա ինչի համար։ Երբևէ մտածել եք ինչի համար եք դուք աշխատում, չարչարվում ինչ-որ բան ստեղծում, եթե ձեր առողջության մի ասպեկտ, մի համակարգ խանգարված է։ Կապ ես չեմ խոսում իմ մասնագիտության տեսանկյունից միայն։ Ում են պետք աշխարհի գումարները, եթե մարդու սիրտը լավ չի, չգիտեմ, տեսողությունը լավ չի, եւ այլ բոլոր օրգան համակարգերն էլ կարեւոր են։ Ուղղակի կան օրգան համակարգեր, իդեմս մեր մասնագիտության շրջանակներում, որոնք շատ են sense ամոթի եւ վարագույրի հետևում մնացել ու դրանից էլ ելնելով շատ հարցեր ամաչում են մարդիկ քննարկեն դիմեն բժշկի, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր օրգան համակարգ, յուրաքանչյուր առողջությանը առնչվող յուրաքանչյուր կետ ունի մեր համար նշանակություն։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական մասերին, չկա նման բան, ապա տեղեկատվություն պետք չի տարածել մարդկանց շփոթության մեջ պետք չի դնել։ Ուղղակի այսօր, եթե դուք կոնկրետ խոսում եք մեր մասնագիտության շրջանակներում, ապա ես ցենց անդրադառնել եմ միայն մեր մասնագիտության շրջանակներում տիրող ֆինանսական հարցերին, որտեղ մյուս մասնագիտության հետ կապված ֆինանսական հարցերից ցենց ինչ որ բավարար տեղեկություններ չունեմ, որ չեմ ուզում ապա տեղեկատվություն տարածեմ։ Մեր մասնագիտության շրջանակներում մասնագիտություն, որը վերաբերում է սեռական առողջությանը, մասնագիտություն, որտեղ ամեն ինչ sense միշտ կարծես մութ է եւ խորհրդավոր, ցավոք սրտի դա առիթ է հանդիսանում, որ շատ դեպքերում ֆինանսական հարցերը իսկապես ուռճացվեն արհեստականորեն։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, շատերը գիտեն եւ շատերն են անցել դրա միջով, իրանց անալիզների մեջ իրականում որևէ արտասովոր խնդիր չկա, բայց իրանք բուժվում եւ բուժվում են բորբոքային process-ների հետ կապված։ Նույնիսկ ունեցել են պացիենտներ, բուժվել են երկար ժամանակ բորբոքային հիվանդությունների հետ կապված, երբ իրանք կյանքում չեն ունեցել առանցպահպանակ հարաբերություն, ապա որտեղից նրանց բորբոքային process բուժման համար ծախսում են ահռելի գումարներ, դեղորայքների վրա ծախսում են ահռելի գումարներ, ստանալով ծանր սիստեմաներ, սրսկումներ, չգիտեմ ինչներ, որով բացարձակապես կապ չունեն եւ չեն մտնում սեքսոլոգիական ծառայության մեջ, մեր պրակտիկայում մենք չենք հանդիպում նմանատիպ բան։ Այո, պացիենտը ըստ անհրաժեշտության, եթե ունի բորբոքային process, ինքը ստանում է հակաբորբոքային դեղորայքներ, խմելու դեղորայքների տարբեր, խմելու Հաբերի ձևով է նշանակվում այդ դեղորայքները, անհրաժեշտ դեպքում, եթե կարիք կա նշանակվում է տեղային օգտագործման քսուկ անդամի գլխիկի հատվածում, եւ եթե բորբոքային process-ը շատ արտահայտված է, ցավային սինդրոմը շատ է հանգստացնում, կարելի է նույնիսկ մտածել ռեկտալ մոմիկների մասին, այսքանը եւ վերջ։ Դա բացարձակապես ֆինանսական ծանրաբեռնվածություն չի, ձեր առողջությունը վերականգնելու համար հասարակ բյուջե ունեցող մարդը իսկապես կարող է իրեն թույլ տալ գնալ Համենայնպես մեր մասնագիտության շրջանակներում սեքսոլոգիի մոտ կոնսուլտացիա